Երբևէ մտածել եք, թե ասենք իրականում ինչից է կազմված այն լուսանկարը, որ հենց նոր արեցիք ձեր հեռախոսով, կամ դե ընդհանրապես ցանկացած պատկերը, որ էկրանին տեսնում եք։ Հա, առաջին հայացքից ամբողջական է, հարթ, բայց եթե փորձես անverջ խոշորացնել, մի սահմանի ես բախվելու։ Ու այդ սահմանը բացահայտում է մեր ողջ թվային տեսողական աշխարհի հիմքը։ Ճիշտ նման է նրան, թե ոնց են ֆիզիկոսները փորձում հասկանալ, որն է մատերիայի ամենափոքր անբաժանելի մասնիկը։ Հենց այդպես։ Ու այսօր մենք հենց դա էլ կանենք, բայց ոչ թե տիեզերքի, այլ թվային պատկերների համար։ Կբացահայտենք, թե ինչ է պիքսելը, ոնց է ինքը գույն ստանում, Ու թե ինչ խորամանկ հնարքներ են օգտագործվում JPEG, PNG ու GIF ֆայլերում, որ այդ ամբողջ ինֆորմացիան տեղավորվի մեր սարքերում։ ու երբ հասկանանք դրա տրամաբանությունը, արդեն բոլորովին ուրիշ ձևով եք նայելու ցանկացած էկրանի։ Դե ինչ, եկեք սկսենք ամենահիմքից։ Երբ խոսում ենք թվային լուսանկարների մեծ մասի մասին, մենք գործ ունենք կետային կամ ռաստերային գրաֆիկայի հետ։ Ես սիրում եմ դա պատկերացնել որպես թվային խճանկար։ Շատ լավ անալոգիա, որովհետև ոնց որ իսկական խճանկարը թվային պատկերն էլ է կազմված առանձին տառերից։ Այդ ամենափոքր անբաժանելի տառերը։ Այո, հենց դրանք։ Ու դրանք կոչվում են pixel, որը իդեպ picture element, այսինքն նկարի տար բառերի միացությունն է։ Ուրեմն ամեն մի պիքսել ունի իր տեղը։ Իր հստակ կոորդինատը ու իր կոնկրետ գույնը։ Երբ այս միլիոնավոր կետերը դասավորվում են իրար կողքի, մեր ուղեղն արդեն դրանք ընկալում է որպես մեկ ամբողջական սահուն պատկեր։ Լավ, ուրեմն այստեղից էլ բխում է պատկերի որակի գաղափարը, չէ՞, որքան շատ խճանկարի կտորներ ունես նույն տարածքում, այնքան ավելի մանրամասն պատկեր ես ստանում։ Բացարձակապես։ Այդ խտությունն ենք մենք անվանում լուծաչափ կամ resolution։ Երբ տեսնում եք, ասենք 1920-1080 թվերը, Այդ նշանակում է, որ պատկերը 1920 պիքսել լայնություն ունի ու 1080 բարձրություն։ ճիշտ այդպես, բազմապատկեց այդ երկու թիվը ու կստանաք մոտավորապես 2 միլիոն պիքսել։ 2 միլիոն գունավոր կետ, ընդամենը մեկ կադրում։ Բայց հիմա անընդհատ լսում ենք 4K տերմինը, սա ուղղակի նույն սկզբունքի շարունակությունն է։ Այո, բայց այստեղ մի հետաքրքիր նրբություն կա։ Full K էկրանը, որի լուծաչափը մոտ 3840x2160-ը, ունի մոտ 8 միլիոն պիքսել, 4 անգամ ավելի շատ, քան Full HD-ը։ Ու պատկերն ավելի հստակ է։ Հա, բայց հետաքրքիրն է, որ պիքսելների քանակը պատմության միայն մի մասն է։ Դրա համար հիմա ավելի շատ խոսում են ոչ թե 4K-ի, այլ HDR-ի մասին։ High Dynamic Range։ Այո, սա արդեն ոչ թե պիքսելների քանակի, այլ յուրաքանչյուր պիքսելի որակի մասին է։ Իր պայծառության, իր գույնի արտահայտման։ Դու կարող ես ունենալ 2 4K հեռուստացույց, բայց մեկի պատկերն անհամեմատ ավելի իրական ու կենդանի կթվա։ Հենց HDR-ի շնորհիվ։ Են դրանք հասկանում, թե յուրաքանչյուրը ինչ գույն պետք է ունենա։ Այստեղ որքան հասկանում եմ, գործ ունենք լույսի հետ։ Ճիշտ այդպես։ Ի տարբերություն նկարչի, որը ներկեր է խառնում կտավի վրա, որտեղ գույները կլանում են լույսը։ Հա, դա սուբտրակտիվ մոդելն է։ Իսկ մեր էկրանները խառնում են լույս։ Դրա համար հիմնական մոդելը կոչվում է RGB։ Red, green, blue։ Կարմիր, կանաչ, կապույտ։ Այո, լույսի 3 հիմնական գույները։ Այսինքն կարելի է պատկերացնել, որ ամեն մի պիքսել իրականում 3 հատ միկրոսկոպիկ լուսարձակից է բաղկացած՝ կարմիր, կանաչ ու կապույտ։ Իդեալական բացատրությունը։ Ու փոխելով դրանցից յուրաքանչյուրի պայծառությունը, մենք ստանում ենք բոլոր հնարավոր գույները։ Երբ երեքն էլ առավելագույնով են վառվում, ստացվում է սպիտակ։ Այո, մաքուր սպիտակ։ Երբ երեքն էլ անջատված են, ստանում ենք սև, այսինքն լույսի բացակայություն։ Իսկ մնացած բոլոր միլիոնավոր երանգները դե այս երեքի տարբեր խառնուրդներն են։ Բայց որքան շատ են այդ խառնուրդները, որքան ճշգրիտ կարող է լինել գույնը։ Այստեղ արդեն մենք հանդիպում ենք գույնի խորություն հասկացությանը։ Այն չափվում է բիթերով ու ցույց է տալիս, թե ինչքան ինֆորմացիա է օգտագործվում 1 պիքսելի գույնը նկարագրելու համար։ Ու հիմա ամենատարածվածը կարծեմ 24 բիթանոցն է, չէ՞։ True color։ Հենց դա։ Գործնականում դա նշանակում է, որ 8-ական բիթ հատկացվում է կարմիր, կանաչ ու կապույտ ալիքներից յուրաքանչյուրին։ 8 բիթը թույլ է տալիս ունենալ 256 տարբեր մակարդակ, 0-ից մինչև 255։ Ու երբ բազմապատկում ենք այդ հնարավորությունները 256 անգամ 256 անգամ 256, ստանում ենք մոտ 16.5 միլիոն։ Ահա թե քանի տարբեր գունային երանգ կարող է ցուցադրել մեկ սովորական պիքսելը։
Զարմանալի թիվ է։ Իդեպ, հենց դա պատճառներից մեկը, որ տպագրության համար օգտագործվում է բոլորովին ուրիշ մոդել՝ CMYK, որը ներկերի խառնման վրա է հիմնված, ոչ թե լույսի։ Դրա համար էլ էկրանի վառ գույները տպելիս մի քիչ ավելի խամրած են թվում։ Շատ լավ։ Ուրեմն, ամփոփենք։ Մենք ունենք միլիոնավոր կետեր, որոնցից ամեն մեկը կարող է ունենալ 16.7 միլիոն հնարավոր գույներից մեկը։ Սա անհավանական ծավալի տվյալներ են։ Հա, եթե այդ ամենը պահպանվեր հում վիճակում, մեր հեռախոսների հիշողությունը մի քանի տասնյակ նկարից կլցվեր։ Ակնհայտ է, որ պետք է լինի այդ տվյալները փաթեթավորելու ինչ-որ խելացի միջոց։ Հենց այստեղ էլ խաղի մեջ են մտնում ձեզ քաչ հայտնի ֆայլային ձևաչափերը՝ JPEG, PNG, GIF ու ելի ուրիշներ։ Ու ձևաչափի ընտրությունը գրեթե միշտ փոխզիջում է որակի ու ֆայլի չափի միջև։ Եկեք սկսենք այն տարբերակից, որը ոչ մի փոխզիջման չի գնում, ասենք BMP ձևաչափը։ BMP-ն կամ bitmap-ը ամենաուղիղ տարբերակն է։ Ինքը կարծես վերցնում է ամեն պիքսելի ունային տվյալն ու պահպանում է առանց որևէ փոփոխության կամ սեղմման։ Այսինքն 100%-անոց որակ։ Այո, բացարձակ որակ, բայց ֆայլերը դառնում են աներևակայելի մեծ։ Դա լավ է, եթե աշխատում ես պատկերի վրա ու չես ուզում ոչ մի բիտ ինֆորմացիա կորցնել, բայց ասենք մեյլով ուղարկելու համար ընդհանրապես հարմար չի։ Սպասի։ Ուրեմն դու ասում ես, որ JPEG-ը, որով մենք բոլորս նկարում ենք, ինչ-որ բան կորցնում է այդ ընթացքում։ Բա ոնց է հնարավոր, եթե լուսանկարները այդքան լավ տեսք ունեն։ Ահա սա ամենահետաքրքիր մասն է։ JPEG-ն օգտագործում է մի հնարք, որը կոչվում է կորուստներով սեղմում՝ lossy compression։ Հոգեբանա տեսողական հնարք։ Այո, ստեղծողները հարց են տվել, ինչ կարող ենք ջնջել նկարից, որ մարդու ուղեղը չնկատի։ Պարզվում է, մեր աչքը շատ ավելի զգայուն է պայծառայության փոփոխության նկատմամբ, քան գույնի նուրբ երանգների։ Այսինքն մենք ավելի հեշտ կնկատենք երկու հարևան կետերի միջև լույսի տարբերությունը, քան, ասենք, կապույտի երկու շատ մոտ երանգների տարբերությունը։ Ճիշտ այդպես։ Ու JPEG-ն անխնա օգտագործում է մեր այս թերությունը։ Վերցնում է կապույտ երկնքի նման միատար հատվածները ու կարելի ասել միջինացնում է գույները, հեռացնում է նուրբ երանգները, բայց շատ զգուշ է լինում պայծառության հետ։ Ու արդյունքում ֆայլի չափը կրճատվում է 10, նույնիսկ 20 անգամ։ Այո, առանց տեսանելի որակի լուրջ կորստի։ Սա ոչ թե ուղակի սխմում է, այլ խելացի խաբեցուն մեր ընկալմանը։ Զարմանալի է։ Լավ, իսկ ինչ կասենք PNG-ի մասին։ Դիզայներները շատ են սիրում ու ինքը սովորաբար ավելի մեծ է լինում, քան JPEG-ը։ Որովհետև PNG-ն բոլորովին այլ փիլիսոփայությամբ է աշխատում։ Ինքն օգտագործում է առանց կորստի սխմում։ Lossless compression։ Այսինքն ոչ մի ինֆորմացիա չի ջնջում։ Երբեք։ Փոխարենը ինքը փնտրում է կրկնվող օրինաչափություններ։ Օրինակ, եթե նկարում կա 100 հատ նույնանման կարմիր փիքսել իրար կողքի, PNG-ն դրանք առանձին չի պահում, այլ գրում է 100 հատ կարմիր փիքսել այս կոորդինատներում։ Ու ֆայլը բացելիս ամեն ինչ վերականգնվում է 100%-ով։ Ճիշտ է։ Բայց PNG-ի գլխավոր առանձնահատկությունը թափանցիկ ֆոնի հնարավորությունն է։ Ահա թե ինչու երբ կայքից ներբեռնում ես լոգոտիպ PNG ձևաչափով, ինքը սպիտակ քառակուսի ֆոն չի ունենում։ Այո, այն ունի այսպես կոչված ալֆա ալիք, որը ամեն փիքսելի համար պահպանում է ոչ միայն գույնի, այլև թափանցիկության մակարդակի մասին տեղեկատվություն։ Դա անփոխարինելի է դիզայնի համար։ Եվ վերջապես GIF։ Մի քիչ հին, բայց դեռ շատ սիրված։ GIF-ը, հա, իր ուրույն տեղն ունի։ Նրա հիմնական սահմանափակումը գույներն են։ Ընդամենը 256 գույն։ 16.7 միլիոնի դիմաց։ Այո։ Այսինքն բարդ լուսանկարը պահպանելիս ինքը ստիպված է բոլոր գույները կոպտացնել ու հարմարեցնել իր սուղ պնակին։ Բայց GIF-ն ունի մի յուրահատկություն՝ պարզ անիմացիաներ ստեղծելու կարողությունը։ Կարճ շարժվող պատկերները, որ ամեն օր տեսնում ենք սոցցանցերում։ Հենց դրանք։ Մեկ ֆայլի մեջ պահում է կադրերի հաջորդականություն։ Իդեպ հետաքրքիր փաստ, որ դրա ստեղծողը պնդում էր, որ պետք է արտասանվի GIF, բայց համացանցը որոշեց այլ կերպ։ Ու այսօր GIF տարբերակն ամբողջությամբ հաղթել է։ Լավ, այսպիսով եկեք ամփոփենք։ Կետային գրաֆիկայի գլխավոր առավելությունը միանշանակ իրատեսականությունն է։ Ցանկացած բարդության պատկեր կարող է ստանալ։
ու դրան գումարած ունիվերսալ աջակցություն ունի։ Գրեթե ցանկացած սարք, ցանկացած ծրագիր կարող է աշխատել կետային պատկերների հետ։ Բայց իհարկե այս ամենն իր գինն ունի։ Ու այստեղ մենք հասնում ենք սահմանափակումներին։ Առաջինը խոշորացման խնդիրն է։ Էն պահը, երբ փորձում ես մեծացնել ցածր որակի նկարը, ու այն սկսում է փչանալ։ Դառնում է անհասկանալի քառակուսիների հավաքածու։ Այդ էֆեկտը կոչվում է պիքսելացում։ Շատ կարևոր է հասկանալ, որ երբ դուք խոշորացնում եք կետային պատկերը, դուք նոր դետալներ չեք ավելացնում։ Չես կարող ստեղծել ինֆորմացիա, որ ի սկզբանե չի եղել։ Ճիշտ այդպես։ Համակարգիչը պարզապես մեծացնում է արդեն գոյություն ունեցող պիքսելները, եւ դրանք դառնում են այնքան մեծ, որ ձեր աչքը սկսում է դրանք առանձին ընկալել, պատկերը կորցնում է իր պարզությունն ու վերածվում խճանկարի։ Թեև պետք է նշել, որ հիմա արհեստական բանականությունը փորձում է լուծել այս խնդիրը, գուշակելով, թե ինչ դետալներ կարող են լինել պիքսելների միջև։ Հա, բայց դա արդեն գուշակություն է, ոչ թե իրական տվյալների վերականգնում։ Եվ երկրորդ մեծ խնդիրը ֆայլի ծավալն է։ Բարձր որակը մեծ հիշողություն է պահանջում։ Այո, պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով արված չսեղմված RAW կադրերը կարող են զբաղեցնել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մեգաբայտեր։ Ահա թե ինչու է իմ հեռախոսի հիշողությունը մշտապես լցված, հատկապես երբ ամենաբարձր որակով եմ նկարում։ Հենց այդպես։ Ու այս երկու խնդիրները՝ խոշորացման սահմանափակումն ու ֆայլի մեծ ծավալը, կետային գրաֆիկայի հիմնական թերություններն են։ Այսպիսով մենք անցանք մի ամբողջ ճանապարհ։ Սկսեցինք 1 պիքսելից, հասկացանք, թե ոնց է RGB համակարգը կյանք տալիս դրան, բացահայտեցինք JPEG-ի խորամանկությունը ու PNG-ի ճշգրտությունը։ Ու վերջապես հասկացանք, թե ինչու չենք կարող անverջ խոշորացնել մեր սիրելի լուսանկարները։ Ճիշտ է։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ խոշորացնեք լուսանկարն ու այն սկսի աղավաղվել, դրան մի նայեք որպես ուղղակի ցածր որակի պատկերի։ Տեսեք դրա մեջ մեր թվային աշխարհի հիմնարար կառուցվածքային տարրերը, հենց իրենք պիքսելները։ Ու սա ստիպում է մտածել. եթե մենք չենք կարող անverջ խոշորացնել թվային պատկերը, ապա ինչ տեղի կունենա, եթե փորձենք անverջ խորանալ հենց իրականության մեջ։ Որոնք են մեր տիեզերքի պիքսելները։